Ողջույն հարգելի հայրենակիցներ, խոսքս հատկապես գյումրեցիներին է ուղղված, ինչպես հայտնի է մարտի 30-ին տեղի են ունենալու Գյումրու հավաքանու արտահերթ ընտրություններ։ Մայր Հայաստանը մասնակցում է այդ ընտրություններին, մենք 4-րդ համարի քվեաթերթիկն ենք ներկայացնում, մեր ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։ Մենք գյումրեցիներին ներկայացնում ենք ընթացիկ եւ հեռանկարային ռազմավարական զարգացման ծրագրեր եւ հուսով ենք, որ գյումրեցիների աջակցությունը կստանանք։ Առանց չափազանցության ամբողջ աշխարհը հետևելու է Գյումրու ընտրություններին, որովհետեւ դա ոչ միայն քաղաքային, այլ նաեւ քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այս ընտրությունը ունի նաեւ արժանապատվության եւ բարոյականության կողմ։ Բանն այն է, որ 2023 թվականին Արցախը հանձնելուց հետո սա առաջին ընտրությունն է լինելու, իսկ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը եւ մենք բոլորս միասնաբար պետք է մերժենք քաղաքացիական պայմանագրին։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի ինքնորոշումից, ասում էր, որ խաղաղություն կբերի, բայց հանձնեց Արցախը եւ հանձնեց Հայաստանի տարածքները։ Եթե Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը չմերժվի, ապա մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետագայում նաեւ ամբողջ Հայաստանը։ Գյումրեցիները շատ կարևոր խնդիր ունեն այստեղ լուծելու եւ պետք է մերժեն Հայաստանի թիվ 1 թալանչուն, որը հայ ժողովրդից թալանել է Արցախը, հայ ժողովրդից թալանել է Հայաստանի տարածքները եւ շարժվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով։ Հիմա ուզում եմ դիմել նրանց, ովքեր ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, ինչ-ինչ պատճառներով ուզում են քվեարկել քաղաքացիական պայմանագրի օգտին։ Դուք, եթե քվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին, նշանակում է կիսելու եք այն հազարավոր զոհերի արյան պատասխանատվությունը, որը բերել է Նիկոլ Փաշինյանը։ Եթե քվեարկեք քաղաքացիական պայմանագրի օգտին, դուք կիսելու եք Արցախը հանձնելու պատասխանատվությունը, կիսելու եք Հայաստանը իր տարածքներով հանձնելու պատասխանատվությունը, այն ինչ որ մենք տեսանք այս վերջին տարիների ընթացքում։ Սա շատ կարևոր է եւ պետք է մերժել թալանչում, թիվ 1 թալանչում Հայաստանի եւ թույլ չտալ, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը, ինչպես որ զավթել է իշխանությունը Գյումրիում, այնպես էլ կարողանա վերարտադրվել։ Այնպես որ բոլորս միասնական ջանքերով մերժում ենք քաղաքացիական պայմանագրին եւ քվեարկելով Մայր Հայաստանի օգտին հնարավորություն ենք տալիս Հայաստանում փոփոխությունները սկսել Գյումրիից։ Գյումրեցիների վրա շատ կարևոր պատասխանատվություն է դրված եւ մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Շնորհակալություն։